Զորահանդեսի բովանդակությունը տարիների, իսկ պատրաստությունն ամիսների աշխատանք է։ Այնինչ հանրությունը տեսավ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում երկար ու քրտնաջան պատրաստության արդյունք էր։ Անձնակազմի ընտրություն, զորախմբերի ձևավորում, շարային պատրաստություն, ամենօրյա փորձեր, զորատեսակների ներդաշնակում։ Եվ այսպես ամեն օր օրը մի քանի անգամ քայլ առ քայլ մանրակրկիտ ու խստապահանջ հրամանատարները ուղղում վերացնում էին թերությունները։ Նպատակն էր բանակի քառամյա հաշվետվությունն իրականացնել լիարժեք կազմակերպված, անթերի իրականացված։ Ազատ! Բարբերաբար եք մասնակցում այս նախապատրաստական աշխատանքներին։ Առաջին անգամ է, որ ընդհանուր զորահանդեսը դիտարկել եմ անձամբ։ Կարծում եմ վատ չի սկզբի համար, դեռ հնարավորություն ունենք, դեռ մեկ ամիս ժամանակ կա, ամեն ինչ կշտկեն կարծում եմ։ Մարզումների ուղիղ կեսին անձնակազմը, վարորդները, տեխնիկական թիմը գրեթե պատրաստ էին։ Զորահանդեսի նախապատրաստության ամբողջ ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը պարբերաբար հետևում էր փորձերին, ցուցումներ տալիս հրամանատարներին։ Յուրաքանչյուր մանրուքը նախարարի ուշադրության կենտրոնում էր։ Եվ ամենասպասված մուտքը գործի են դրվում սպառազինությունն ու տեխնիկան։ Հերթում սպասում են ժամանակակից սպառազինության թռչող օբյեկտները։ Անօդաչուները նույնպես այստեղ են 2 ամիս եւ ավելի հատուկ տեխնիկայի միջոցով անցել են երթուղով եւ կրկին քողարկվել սահմանված կարգով։ Ցամաքային շարժին միանում են օդայինները, ռազմական ավիացիան հատուկ վարժանքներ էր իրականացնում, որ կարևոր ցուցադրության մաս կազմի։ Զորահանդեսը առաջին հերթին ցուցադրում է պետությունը, հանրապետությունը, ռազմաքաղաքական ղեկավարությունը իր դեմքը, իր անվտանգության երաշխավորին, բանակին։ Հիմա գործարկելու ենք մեքենան, քանի որ շուտով պետք է ճանապարհ ընկնենք դեպի հանրապետության հրապարակ։ Բոլորին ուշադրություն, նախապատրաստվել երթի։ Գլխավոր ելույթից օրեր առաջ զորահանդեսի ամբողջ կազմը դուրս եկավ զորամասից։ Անվտանգությամբ եւ առավել հանգիստ երթևեկությամբ պայմանավորված այս հսկա շարասյունը տեղափոխելու համար գործողություն իրականացվեց գիշերը։ Զորահանդեսի անցկացման նպատակով մայրաքաղաքի կենտրոնական որոշ փողոցներ ժամանակավոր փակ էին, նույնիսկ նախորդող օրերին։ Պատճառը մեկն էր՝ անձնակազմն ու տեխնիկան եզրափակիչ փորձ ունեին, գլխավորը հանրապետության հրապարակում ամբողջ ծավալով։ Ահա եւ վերջ, այսպես սկսվեց եւ ավարտվեց զորահանդեսի ամբողջ նախապատրաստական աշխատանքները։ Զորահանդես, զգա! Ուշադրություն, հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետության բանակն է։ Այս միջոցառումը մեր համար շատ կարևոր միջոցառում է, մեր հանրապետության օրն է, մեծ պատիվ է մասնակցել զորահանդեսին։ Մոնթեականներս առաջինն ենք քայլում ու դա շատ մեծ հպարտություն է, նամանավան տեսնելը, թե ինչ հպարտությամբ են մարդիկ նայում մեզ։ Աննկարագրելի տպավորություններին ես այս ամբողջ կյանքում չեմ կարող մոռանալ։ Շատ հպարտ ենք, որ մեր հանրությանը կարողացանք ցուցադրել մեր բանակի նոր համալրումները, մեր բանակի համար սա մեծ ձեռքբերում է։ 2 ժամ հայ հասարակությունը, հանդիսատեսը, հեռուստադիտողն ու աշխարհը հիացան մեր բանակի կերպափոխմամբ, առաջընթացով, կարողություններով ու զարգացման տեմպով։ Իհարկե, այս տեմպը չի ավարտվում զորահանդեսով, այն շարունակվում է այսօր ու կշարունակվի նաև վաղը։ Լաուրա Մամյան, Հայկ Չիլինգարյան, Արամ Սիմոնյան, Զինուշ